Բարոյցես հարգելի հեռուստադիտողներ, Alpha News-ի Los Angeles-յան տաղավարում ձեզ համար աշխատում է Ռոբերտ Գասպարյան, այսօր տաղավարում մենք հյուրընկալել ենք լրագրող հաղորդավար Ամերիկայի հայ համայնքի հայտնի ներկայացուցիչ Նունե Սիմոնյանին, Նունե ողջույն։ Շնորհակալություն մեր տաղավար գալու համար եւ այսօրվա մեր քննարկման թեման բավական ցավոտ է, այստեղ մեր տաղավարում մեր հյուրերի հետ մենք քննարկում ենք բազմաթիվ հարցեր, որոնք որ առնչվում են Հայաստանի Հանրապետությանը, փորձում ենք կամրջել դա Սփյուռքում ապրող եւ աշխատող մեր հայրենակիցների հետ փորձում ենք լուծումներ գտնել, մաքսիմալ օգուտ տալ Հայաստանին եւ բարձրացնել այնպիսի հարցեր, որոնք որ այսօր Հայաստանում բարձրացնելը բավական բարդ է հաշվի առնելով այն ռեպրեսիաները, որոնք որ տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում եւ այսօրվա քննարկման թեման կրթական համակարգն է։ Դուք աշխատելով Հայաստանի տարբեր իշխանությունների հետ լուսաբանել եք կրթական ոլորտի բազմաթիվ հարցեր, խնդիրներ եւ 229 դպրոց Հայաստանի տարբեր մարզերում փակվում է այսօր եւ փորձենք հասկանալ դրա պատճառները եւ արդյոք դուք սա չեք համարում միտում, չեք գտնում այս գործողությունների մեջ միտում Հայաստանի Հանրապետությանը, հայերին, մեր հայրենակիցներին վնասելու։ Ինչի այդպես, ուր է դա տանում։ Դե իհարկե անշուշտ դա ռազմավարական խնդիր է նաեւ, բայց եկեք սկսենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայ համայնքի, հայոց դպրության մասին խոսելով եւ զուգահեռներ անցկացնեմ, թե ինչ տարբերություններ ակնհայտ տարբերություններ կան Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայկական դպրոցների միջեւ։ Օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 22 հայկական դպրոց է գործում։ Մեծ մասը իհարկե Կալիֆոռնիայի նահանգում, բայց Նյու Ջերսիում, Պենսիլվանիա, Միչիգան, Նյու Յորք, այնտեղ եւս զարգացած է հայկական դպրոցը եւ այստեղ ներդրվում են նորանոր ծրագրեր, նոր ուսումնասիրություններ, հատկապես հայոց ցեղասպանության ճանաչման գործում, թվային արխիվների ուսումնասիրման հարցն է դրված, ինչպես նաև համալսարանական մակարդակով, որտեղ կան հայագիտական ամբիոններ, իսկ դրանք բավականին շատ են։ Եվ նշեմ, որ դա օրենսդրորեն է արվում, ոչ թե հայ համայնքի կամայականությամբ, ցանկությամբ, այլ օրենսդրորեն պետական պետության կողմից որդեգրված դա քաղաքականություն է։ Անհատների խառնվելու բան չի։ Բացարձակ, օրենսդրորեն է դա նախատեսված։ Հիմա անցնեմ զուգահեռը Հայաստանի Հանրապետության, որտեղ ըստ տրամաբանության պետք է որ հայոց դպրոցը ամենավերին շերտում լինի, քանի որ դա ազգի հիմքն է, գենետիկ կոդի ինքնության հիմքն է։ Ուրեմն երկրի առաջին դեմքը 2026 թվականին ելույթ ունենալով հայտարարեց, որ այն հարցին, թե ինչու են փակվում սահմանամերձ գյուղերի դպրոցները, հերթական դեմագոգիայի շարունակություններ, ոչ, չեն փակվում դպրոցները, փակվում են դպրոցների վարչական շենքերը։ Այս այն սերիայից է, որ կարտոֆիլ ուտողը պետք է ուտի կարտոֆիլ ուտողին։ Պետք է բավականին լուրջ հոգեբանական խնդիր ունենաս, որ հասկանաս այս արտահայտությունը, եթե դպրոցի վարչական շենքը փակվում է, այսինքն դրսում պիտի սովորեն, չգիտեմ որտեղ պիտի սովորեն, այստեղ գալիս է մի ուրիշ ռազմավարություն, խոշորացնում ենք համայնքները, կենտրոնացնում ենք միտեղ, որպեսզի երեխաները ունենան կրթության հավասար իրավունքներ։ Ինչով է ոտնահարվում, ասենք Շիրակի մարզի Անի շրջանի Գուսանագյուղի դպրոցը, որը ունի 92 աշակերտ, սահմանամերձ գյուղի համար դա բավականին լուրջ թիվ է, 30 աշխատող, որոնցից 26-ը մանկաբարձ է։ Հիմա ինչով է խախտվել Գուսանագյուղի երեխայի իրավունքը, որ նա սովորում է իր ծննդավայրում եւ իր դպրոցում, որտեղ աչքը բացել է, այդ է տեսել այդ երեխան։ Եվ բավականին բարենորոգված դպրոց է, այնպես չի որ խարխուլ, քարուքանդ եղած է։ Այս երեխան Գուսանագյուղից 6 կիլոմետր պիտի հասնի, 6 կիլոմետր կտրելով պիտի հասնի հարևան գյուղ,
որտեղ շարունակի իր կրթությունը, իսկ բոլորս գիտենք, որ այդ տարածաշրջանում շատ խստաշունչ ձմեռներ են լինում, այսինքն ձմեռվա 3-4 ամիսը մինիմում, այդ ճանապարհը փակ է, անանցանելի է։ Հիմա ինձ ուզում են համոզեն կամ մեր հանրության ուզում են համոզեն, որ այսօրվա իշխանությունը պետք է տեխնիկա տրամադրի ճանապարհը բացելու, ձնից ազատելու։ Տեխնիկա պիտի տրամադրի, ավտոբուս պիտի տրամադրի, այդ 92 երեխային տեղափոխի այլ դպրոց, վառելիք տրամադրի, բոլորս հասկանում են, որ դա ուտոպիա է։ Երևանում նույնիսկ չկա նման տեխնիկա, որպեսզի ձմեռային պայմաններում այլ ձյունը մաքրի։ Հա, եւ պարալիզվում է։ Այսինքն սա նշանակում է, որ 92 աշակերտի ընտանիք զրկվելու է կրթություն ստանալու իրավունքից, 1, 2, 3, 4-ին ծնողը ասելու է իմ երեխային ես այս ցրտին չեմ կարող հանել ուղարկել դպրոց եւ դատարկվելու է գյուղը։ Այսինքն եթե կրթություն երեխան չի ստանում, այդ ծնողը, որը հայի գենի մեջ է այդ կրթություն ստանալը, այսինքն մարդը կարող է սոված մնալ, բայց երեխային ստիպի կամ մղի կրթության։ Եթե կրթությունը բացակայում է, բնականաբար գյուղը մեռնում է, այդ օրգանիզմը այլևս չկա։ Իսկ եթե սահմանամերձ գյուղն է մեռնում, ինչ է դա նշանակում։ Ուրեմն այդ գյուղը մեզ պետք չէ, ուրեմն։ Մեզ պետք չէ։ Եվ այս Գուսանագյուղը միակը չի, որ օրինակ 4 տվյալներ 55 սահմանամերձ գյուղ է փակվելու այդ 229-ի կոնտեքստում։ Սյունիքում ըստ այս կառավարության ծրագրի միայն 27-ը Սյունիքում է, 47-ը Շիրակի մարզում է։ Ինչը այստեղ հարց պետք է առաջանա, քանի որ վերջին ամիսների ընթացքում ակտիվորեն շրջանառվում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի տրամադրումը եւ մի շարք խոհեմ քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների կարծիքով, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի միայն այդ փոքրիկ ճանապարհը չէ, որ հետաքրքրում է Ադրբեջանին, այլ ամբողջ Սյունիքի մարզն է, բնականաբար լինելու թիրախում, եթե այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը լուծվի հօգուտ Ադրբեջանի, այդ դեպքում Շիրակի մարզում նման մեծ քանակությամբ դպրոցների փակելը աղետ է, ինչով է պայմանավորված, որ Շիրակի մարզի դեմ է նման քայլ դեմարշ կամ չգիտեմ ինչպես կարող ենք դա անվանել, ինչով է պայմանավորված հենց կոնկրետ Շիրակի մարզի հետ կապված նման հարցը, ցուրտ ցրտաշունչ եղանակը, ձմռանը, այսպես կոչված այդ ուտոպիային, եթե հավատանք ճանապարհներ, բան եւ այլն, դա է խնդիրը, թե ինչ որ այլ բան մենք կարող ենք աշխարհագրական տեղանքը այնպեսին է ըստիս, որ 3 կողմից սահմանամերձ են։ Այսինքն այս գյուղերի դպրոցները փակելով, գյուղերը դատարկելով, գալու է այն թեզը, որ Շուշին դժգույն քաղաք էր, այս գյուղերը ամայացած են եւ հանուն այսպես կոչված խաղաղության, եկեք մենք էս էլ զիջենք, որ միևնույն է չենք օգտագործում։ Դատարկված են այս գյուղերը, բայց սա տալով մենք փրկում ենք հազարավոր կյանքեր, հազարավոր երիտասարդների կյանքեր, ապահովում ենք ոչ պատերազմական իրավիճակ, հասարակության հերթական անգամ մոլորեցնելու եւ վատը, աղետը ներկայացնելու որպես նվեր մեր հասարակությանը, սա է այս իշխանության տեսլականը։ Սարսափելին Ռոբերտ գիտես որն է, երբ որ աչքովս ընկավ, որ Արտամեդի գյուղի դպրոցն է փակվում, որը Գուրգեն Մարգարյանի անունն է կրում։ Դե դա ինձ թվում է ամենասովոր առաջինը պետք է փակվեր ըստ երևույթին։ Ու գյուղի ժողովուրդը լրագրողների այն հարցերին, թե ինչու է փակվում, պատասխան չունեն։ Բայց պատասխանը ինձ համար գոնե ակնհայտ է։ Գուրգեն Մարգարյանը հայտնի է, որ գազանաբար սպանվեց այս իշխանությունների սրտի հարազատ Ադրբեջանի մարդակեր Ռամիլ Սաֆարովի կաթնահարումից սպանվեց եւ հաջող է լինելու այս դպրոցի փակումը ադրբեջանական իշխանության համար։ Հենց դա է պատճառը։ Բնակիչներից մեկը մի շատ ցավալի
արտահայտություն արեց, ասեց, ինչի են փակում դպրոցը։ Թող վերակոչեն Ռամիլ Սաֆարովի անվան, դպրոցը կմնա։ Գաղափար է։ Երեխաները ադրբեջաներեն կսովորեն, լեզու է էլի, թող սովորեն։ Թշնամու չէ, հարևանի լեզուն է, թող սովորեն։ Արձագանք կար։ Բացարձակ։ Օրինակից կարող են ընդունել։ Բացարձակ։ Հիմա 2026-27 թվականների ուս տարում սեպտեմբերի 1-ին այսքան դպրոցը շատ ծածուկ առանց աղմուկի փակվելու է։ Աղմուկ բարձրացնող չկա, բայց պետք է հասկանանք, որ ո՞րն է, ասենք, ուժեղ հասարակությունը, ով ուժեղ ժառանգություն ունի։ Այդ ժառանգությունը պահում է, հարստացնում է ու փոխանցում է հաջորդ սերնդին։ Դրանով է հասարակությունը ուժեղ։ Այսօր մենք ինչ ունենք։ Հավատը սասանված է, եկեղեցին սասանված է, կրթությունը սասանված է, գիտությունը սասանված է, ոչ մի ոլորտ չկա, որտեղ վերանորոգման կարիք չկա։ Աղավաղված է ամեն ինչը։ Հիմա անդրադառնալով նորից կրթությանը, մենք սա ռազմավարական խնդիր է, սա զուտ վարչական շենքի կամ չգիտեմ համայնքներ խոշորացնելու խնդիրը չի, 14 տարի առաջ դեռ այս աղետը եկավ, երբ որոշեցին գյուղերը խոշորացնել, միացնել, ասենք գյուղապետարանը վերացավ, դա միակողակն էր իշխանության հետ կապող ժողովրդին, դարձավ համայնքապետարան։ Այո, խոշորացվեց, կտրվեց այդ կապը։ Հիմա կտրվում է կապը նորից, արդեն կրթության միջոցով։ Վերանում է կրթությունը, վերանում է դպրոցը, վերանում է սահմանամերձ գյուղը մեզ պետք չի, այս շղթան գալիս է հասցնում է այսօր մեր աղետին։ Այստեղ խնդիրը գիտեք որն է, որ հիմա շատ մարդիկ, ովքեր որ հավատում են այսպես կոչված խաղաղությանը եւ կարող են ջուր լցնել այն ջրաղացին, որ եթե դա կարող է փրկել կյանքեր, ոչինչ, այսպես ասած, այս գյուղն էլ հանձնենք, այստեղ մի հումորային մանրապատում կա, որի վերջում ասում է, սրանք կամած մեր տներին են հասնում։ Այդ սահմանամերձ գյուղը ամեն օր հարգելի հեռուստադիտողներ, ովքեր որ մեզ հիմա դիտում են Հայաստանի Հանրապետությունում, այսօրվա սահմանամերձ գյուղը, որը ձեր տնից, ձեր գյուղից այս կողմ է, վաղը ձեր տունն է լինելու, որ սահմանամերձ գյուղում է, ձեր տունն է լինելու սահմանամերձ, եւ վաղը մյուս օր ձեր տունն է հանձնվելու այդպես, բանի կյանքեր փրկելու եւ այսպես կոչված խաղաղության գնով, այնպես որ նստել եւ չբարձրաձայնել խնդիրը, դա նույն բանն է, ինչ որ հավանություն տալ այդ ծրագրին, դե ինձ չի հասել, իմ տուն չի մտել, մոտավորապես այսպիսի մի բան է ձևավորվել, իսկ համաձայն եք այն պնդման հետ, որ բարձրակարգ կրթությունը կարող է արմատախիլ անել հասարակության մեծացող, զարգացող հասարակության մեջ այն անտարբերությունը դիմացի տան, դիմացի ծուխի, դիմացի հարևանի, չգիտեմ, հայրենակցի նկատմամբ, այսինքն եթե մարդը կրթվում է, ժամանակին կրթություն է ստանում, իր մեջ չի կարող լինել այն անտարբերություն, այդ ասոցիալիզացիան, չկրթված լինելը կարող է արմատախիլ անել եւ այսինքն կոպիտ ասած կրթության խաթարումը բսկտելու, ոչնչացնելու, հասարակությանը բսկտելու եւս մեկ առիթ է։ Այսինքն հասարակությունը սկզբից բաժանում են սևերի ու սպիտակների, դա եւս ռազմավարություն է, որը գալիս է 2018 թվականից։ Հիմա արդեն կրթությունն է նման մակարդակի հասցվում, երբ որ անկիրթ մարդը բնականաբար անկիրթ մարդուն կառավարելն անհամեմատ ավելի հեշտ է։ Իհարկե, դյուրին է, անշուշտ։ Ասացիր 18 թվականից, բայց 18 թվականից չի, որ այս ճեղքվածքը ցանկանում են մտցնել։ Մեր հասարակության մեջ միշտ փորձել են սերմանել ատելություն ըստ տարածաշրջանի։ Ղարաբաղցիներ, Կիրովականցիներ, Լեննականցիներ, ու սա միտումնավոր է արվում, որովհետև այն գաղափարը, որ մենք մի ամբողջական ազգ ենք, հայ ենք, դա չկա։ Հիմա չկա։ Այսօր երկրի պսևդո կառավարիչները ակնհայտ ասում են ինչու չեք մեռել, ինչի եք փախել։ Պսևդո էլիտա։ Սա մի հատ եզրույթ է
ի հայտ եկել, պսևդո էլիտա, բարձրակարգ տղաներ, որոնք չեն ծառայում, ինչու չեք մեռել։ Աբսուրդի թատրոնի ներկայացումներից է սա իհարկե։ Հա, եւ այդ տարանջատումը հիմա հասնում է դպրոց արդեն, կրթություն։ Այսինքն ձեր ասած չկրթված անկիրթ մարդուն շատ հեշտ է կառավարել։ Օրինակ, այսօր սրան սատարողները ովքեր են։ Ես չեմ ուզում պիտակավորել որևէ մեկին։ Թոշակառուներ, մի քիչ անկիրթ, մի քիչ էլ կրթված, չգիտեմ, դա պարադոքս է իհարկե, որոնք, այո, նայում են այսքան, մի փոքր, որ իրանց գրպանը մի փոքր լցվել է, թոշակ են ավելացրել, ձրի դեղեր են բաժանում, բայց իրենց հարց չեն տալ, կրթված մարդը հարց կտա, ինչի հաշվին է բարձացվել։ Ոչ թե ձեռքբերումների, այլ այն արտաքին պարտքի, որ այսօր կրկնապատկվել է, այսինքն մենք 5 սերունդ մեր երեխաները, թոռները, ծոռները պարտք են։ Այսինքն մեր երկիրը վաճառված է 5 անգամ արդեն եւ դրա հաշվին 10,000 դրամ թոշակ է բարձրանում։ Այդ անալիզը ոչ մեկ չի անում։ Այս պահին քո ասած իմ տուն չի հասել, իմ տուն հասել է 10,000 դրամ թոշակ, մի քիչ ավելացել է, դեղերս գնում եմ, ստանում եմ, գալիս եմ հանգիստ նստում եմ եւ ասում եմ կեցե մեր իշխանությունները։ Առանց հաշիվ տալու թե վաղը ինչ է լինելու։ Մեր երեխան ինչ է ստանալու, ինչ ենք մենք թողում մեր սերունդներին, ոչինչ։ Սերունդներին թողել ինչ-որ բան։ Հպարտ հայը այսօր սրանց շնորհիվ կռացել է, մեջքն է ծռել, ձեռք է մեկնել, մուրում է, ինչի դիմաց տանք, որ մեզ չկոտորեք։ Հայ ազգը երբևէ այսպիսի մտածելակերպ չի ունեցել։ Նժդեհը ոնց էր ասում, հայը պիտի կռվի, հիշեք միշտ, թուրք, ինչ է նշանակում, բազում թրեր, որոնք կախված են միշտ հայի գլխին և մխրճվում են հայի սիրտը, սա գենետիկորեն է եկել, ես թշնամանք չեմ սերմանում, բայց միշտ պետք է զգոն լինել, նորից Ռամիլ Սաֆարովի օրինակը, որ եղբայրություն էին անում, գիշերով կացնահարվեց մարդը։ Էս է։ Գիտեք որն է հարցը, որ դուք ասացիք, որ սերունդ տարիների ընթացքում այդ բաժանումը համայնքների կիրովականցիներ, ղարաբաղցիներ դա եղել է, բայց շնորհիվ նրա, որ հետխորհրդային շրջանում կրթությունը դեռևս բարձր մակարդակի վրա էր, որովհետև կար խորհրդային դպրոցը, եւ մեր սերունդը, որը անցել է խորհրդային դպրոց, մենք դա երբեք չենք ընկալել որպես պիտակ։ Այսինքն մենք չենք դրել սահմանային այսպես բաժանել բաների այդ սևերի, սպիտակների, գյումրեցիների, կիրովականցիների, այլ դա որպես, չգիտեմ, մեկին մյուսից տարբերելու ինչ որ բան, բայց դա ոչ երբեք պիտակավորել, թշնամանք չի եղել մեջը դրա։ Թշնամանք չի եղել։ Հիմա այսպիսի մի հարց, ապրելով Միացյալ Նահանգներում մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպես է հայ համայնքի ներկայացուցիչները, հասարակական գործիչները, շուտով ընտրություններ են այստեղ լինելու, քաղաքային խորհրդի տեխնացուները միշտ ամենաբարձր մակարդակի վրա դնում են հայության պահպանությունը, հայի գենի պահպանումը եւ ամեն ինչ արվում է այստեղ Միացյալ Նահանգներում, որպեսզի հայը, որը տեղափոխվել է, եկել է այստեղ, որ ծնվել է այստեղ տարիներ առաջ, ինքը չկորցնի իր հայությունը։ Եվ հիմա ինչ պետք է անի, ինչ կարող է անել, հա, այսպես ասենք, ինչ կարող է անել հայ համայնքը, սփյուռքը, անհատները, որպեսզի խանգարի այս գործընթացին եւ առաջ անցնելով ես նաեւ տամ այսպես շատ տրամաբանական պատասխան հաշվի առնելով այն որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հայ համայնքն այստեղ ինչպիսի ակտիվ աշխատանք էր կատարում, ինչ գումարներ էին ուղարկվում Հայաստան եւ այդ ամեն ինչը կորավ անհետացավ, ոչ մեկ չիմացավ այդ գումարների ճակատագիրը, այդ օգնության ճակատագիրը, դրան դուք եւս մասնակից եք եղել երկար ժամանակ։ Նույնիսկ եթե կան
գաղափարներ, ցանկություններ Հայաստանում կրթական մակարդակը բարձրացնելու։ Ամեն օր այսպիսի մի որոշում է ընդունվում, դպրոց փակել, գյուղ հանձնել։ Ինչպես կարող է մոտիվացվել Սփյուռքում աշխատող բարերարը, որը կոպիտ ասած այս Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Արմավիրի, Տավուշի այդ սահմանամերձ գյուղերից մեկից ժամանակին եկել է տեղափոխվել է Միացյալ Նահանգներ 90-ականներին, ինչ որ հիմա հաջողակ բիզնեսմեն է դարձել եւ ցանկանում է ներդրում անել իր հարազատ գյուղի դպրոցը վերանորոգել։ Ու այսօր առավոտյան արթնանում է հեռախոսը թերթում եւ տեսնում է որ 229 դպրոց փակվել է։ Ինչպես կարող է նա մոտիվացվել։ Ինչ է պետք անել, որպեսզի նման բաներ տեղի չունենան, հայ համայնքը ակտիվ լինի եւ օգնի, որ ինչ լծակ կարող են գտնել, չգիտեմ արդեն։ Շատ լավ հարց էր, ես էլ կուզենայի անդրադառնալ։ Նայեք, ես ապրում եմ Վեննայսում, իմ տան հարևանությամբ գործում է մանկապարտեզ։ Մասնավոր մանկապարտեզ։ Մասնավոր մանկապարտեզ, տերերը հայ են, բայց այդտեղ չեն գալիս միայն հայ երեխաներ։ Ես ամեն օր տեսնում եմ այլ ազգի երեխաներ։ Ես ամեն առավոտ արթնանում եմ Երխուշտայի եւ Ուզունդարայի երաժշտությամբ։ Այսինքն ամեն առավոտ երեխաները մարմնամարզության փոխարեն պարում են բակում Երխուշտա, Ուզունդարա, երգում են մի քանի երգեր, նոր մտնում են, անցնում են իրենց կրթական process-ին։ Հոգիս մի կողմից փառավորվում է, մի կողմից տխրում եմ, որ այսքան երեխա օտարության մեջ է, բայց օտարությունը այնքան հարաբերական է այսօր։ Օտարության մեջ միգուցե մեր երեխաներն են Հայաստանում արդեն, որ իրենք տեր չեն զգում։ Հիմա Սփյուռքի դերի մասին եմ ուզում խոսեմ։ Միտումնա որ այս տարիների ընթացքում Սփյուռքի դերը այնքան նսեմացավ հայրենիքում, որ այսօր եթե անգամ համացանցում, եթե փորձում ես մեկ նախադասություն սրտի ցավով խոսել, խորհուրդ տալ կամ միջամտել ինչ որ բանի, այդ ֆեյքերի այդ ոհմակը այնպես է հարցակվում քո վրա, հայ-հոյա խառն արտահայտություններով, դե դուք լոսում նստեք ձեր տակ տեղերում, դուք իրավունք չունեք խոսել, միջամտել, բա ինչ եք գնացել այդտեղ նստել, ներողություն, երբ որ Շառլ Ազնավուրի անունը տալիս եք, ինչի եք գլուխներդ բարձրացնում, երբ որ Քրքորյանի միջոցով հյուսիս-հարավ էիք կառուցում, ընդամենը 29 կիլոմետր են կառուցել դեռ, այդ ինչի եք այտենց գլուխներդ բարձրացնում եւ այնքան հայորդիներ, որ հենց այդ նույն 20 թվականի 44-օրյա պատերազմին այստեղից թողնելով իրենց տաքուկ բարեկեցիկ կյանքը հասան հայրենիքի փրկության ու նահատակվեցին, այսօր ինչու չեք խոսում դրա մասին։ Միթե Սփյուռքը միայն բանկոմատի քարտ է։ Այս պետականորեն մտցվեց ժողովրդի մեջ եւ այսօր Սփյուռքի հայը չի կարողանում իր քո ասած մոտիվացումը դրսևորի եւ օգնի, աջակցի։ Այսօր երբ որ ինչ-որ մի հանգանակության մասին են խոսում, բոլորը վախենում են, որովհետեւ փոշիանում են այդ միջոցները։ Մարդիկ հանապազորյա հացից, իրենց մի կտոր հացից պատառ են հանում հայրենիքին, գնում է գրպաններ, գնում է պարգևատրումներ, վատնում են ցոփ շվայտ կյանքի համար այդ բարձրակարգները, որոնք չեն ծառայում։ Բարձրակարգները։ Այո։ Ուստի ես հույս ունեմ, որ Սփյուռքի դերը նորից կբարձրանա մեր հասարակության մեջ, Հայաստանի հասարակության մեջ, որովհետև առանց Սփյուռքի Հայաստանը թույլ է, մեջքը պինդ չի։ Ես հիշում եմ 20 թվականի այստեղի ցույցերը, դրանք առանց փշաքավելու դու չէիր կարողանում մասնակցել թուրքական դեսպանատան մոտի ցույցերը, բայց ցավով եմ այսօր նշում, որ գնալով պակասում է։ Այնտեղից ազդեցություն, այո, ազդեցությունը, մարդիկ հուսախաբված են, հուսալքված են, բայց ես ուզում եմ բոլորիս կոչ անեմ, որ չի կարելի ձեռքները իջացնել եւ սпасել մեր հայրենիքի կործանմանը, չի կարելի։ Անկամ եթե մեզ Սփյուռքում զրկել են ձայնի իրավունքից, մեր հայրենիքի գործերին անմիջապես աջակից լինելու ընտրական գործընթացից մեզ
իսպար կտրելու, ոչնչացնելու, մենք չպիտի հանձնվենք, որովհետև մեր հանձնվելը բերելու է աղետի։ Մենք այսօր պիտի այո աղաղակենք, բարձրաձայնենք, մեր ազգային ժողովի այրերին հասցնենք այս աղետի մասին, որ սրանից է սկսվում ազգի կործանումը, հավատքի եկեղեցու կործանումից է սկսվում անկումը մեր պետության։ Ինչն է միշտ մեզ պահել, հավատը, սերը, դպրությունը, կրթությունը։ Այսօր բոլոր օղակները սեղմված են եւ այլևս օդ չկա շնչելու, բայց մենք վերջին ճիգ պիտի գործադրենք, վերջին ճիգը պիտի գործադրենք, որպեսի հարատևենք, այլապես կործանումը անխուսափելի է։ Մեր լռությունը հանցավոր է, հարգելի սփյուռք, հարգելի հայրենակիցներ, մեր լռությունը բերելու է հայոց պետականության անկման։ Ավելի էպիկ դժվար էր պատկերացնել այսօրվա թողարկման եզրափակիչ հատվածը, շնորհակալություն ունեմ շատ անկեղծ հարցազրույցի համար, ինձ մնում է հավելել բոլոր նրանց, ովքեր որ մեզ հետևում են Հայաստանում, Հայաստանից դուրս, այո, լռությունը դա հանցանք է տվյալ պարագայում, պետք է գործել, պետք է աշխատել, պետք է աղաղակել եւ չմոռանաք, որ յուրաքանչյուրի ձայնը ամենակարևորն է, յուրաքանչյուրի ձայնը կարևոր է, մի թողեք, մի նստեք, գնացեք եւ մասնակցեք քվեարկությանը, որովհետեւ դա կարող է էականորեն փոխել մեզանից յուրաքանչյուրի, ձեր բոլորի կյանքը, մեր բոլորի կյանքը կարող է փոխել, եթե գնաք եւ մասնակցեք ընտրությանը։ Շնորհակալություն ունեմ եւս մեկ անգամ հարցազրույցի համար։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեզ հետ է Ռոբերտ Գասպարյանը, դուք շարունակեք հետևել Alpha News-ին, ցտեսություն։